Մեր գերագույն խնդիրը Հայաստանի անկախության վերականգնումն է։ Մնացած բոլոր հարցերը, որ այստեղ խոսվեց, գազ, գազի գին, եսի միջ, այս բոլորը ազանցյալ բաներ են։ Հիմքը սա է, մինչև մենք չվերականգնենք Հայաստանի անկախությունը, որևէ քայլ չենք կարող հասնել, ոչ մի բանի չենք կարող հասնել։ Իսկ Հայաստանի անկախությունը վերականգնելու համար մենք պետք է ճիշտ տեսնենք ճշմարտությունը, իմանանք, մինչև ճշմարտությունը չասենք այս ժողովրդին, մինչև մենք իմանանք ինչ է եղել, ինչից ենք փորձվել, որ չկրկնենք, չենք կարող անընդհատ կմնանք։ Դրա համար մեր թշնամիները անընդհատ փակցնում են հայոց պատմությունը։ Ես սկսում եմ մեր պատմությունը հատկապես հայ-ռուսական հարաբերությունները, որտեղ դա է հիմնականը։ Սկսում եմ 10-րդ դարից։ Կիևյան Ռուսիան, այսինքն Ուկրաինան այսօր, ըստ էության, Կիևյան Ռուսիան դա Ուկրաինայի պատմությունն է։ Կիևյան Ռուսիայում քրիստոնեությունը տարածել են հայերը։ 10-րդ դարում այն ժամանակ Բյուզանդիայի կայսրը, հայազգի կայսրն էր, որը անպայման ուզեցավ, որպեսզի Ռութենիային, հայերն ասում են Ռութենիա Կիևյան Ռուսիային, Ռուսիան անպայման քրիստոնեացնի եւ իր քրոջը Աննային տվեց կնության Վլադիմիրին, մեծ իշխանին։ Եվ Աննանը վիթխարինի մեծ մարդկանցով գրողներ, ծաղկողներ, ճարտարապետներ, կառուցողներ եւ այլն գնաց այնտեղ եւ սկսեց այնտեղ լուսավորություն տարածել։ Որտեղից է սկսում մեր շփումները այդ տերության հետ, այդ ցեղի հետ։ Այժմ մենք 17-րդ դար։ Հայոց պատմությունը 100 տարի է, հատկապես հայ-ռուսական հարաբերությունները, բացարձակ սխալ, բացարձակ հակառակ կողմից են ներկայացնում։ Ինչ որ գրվում են մեր պատմական գրքերում, դրանց հակառակն է։ Սկսենք Պետրոս Մեծից։ Պետրոս Մեծը մեր պատմագիտությունը ցույց է տրված, որ նա Հայաստանի, չգիտեմ, ազատությունն են ուզում մեր բարեկամներ եւ այլն։ Պատմական փաստերը ցույց են տալիս, որ Պետրոս Մեծը 1724 թվականին կնքելով պայմանագիր Թուրքիայի հետ Հայաստանը տվեց թուրքերին դրա դիմաց ստանալու համար Կովկասյան Կասպիականի ափերը։ Այդ ժամանակվա մեր ազատագրական պայքարի մեծագույն դեմքը, հայ ազգի մեծագույն երևույթների մեծը Դավիթ Բեկն էր։ Դավիթ Բեկը այդ ժամանակ դաշուն կնքեց Իրանի հետ, Պարսիկ շահի հետ, եւ նա փաստում Պարսիկ շահը ընդունեց նրա անկախությունը։ Նա վերականգնել էր Հայաստանի անկախությունը, ինչպես գիտեք։ Ուրեմն մենք փաստորեն երկու փաստաթուղթ ունենք այդ դարերին վերաբերող։ Մեկը այդ ռուս-թուրքական դաշինքն է, հակահայկական դաշինքը, որով պետք է վերացնենք ամբողջ Երևանի մարզը պետք է հանձնեին թուրքերին, եւ երկրորդ փաստաթուղթը Դավիթ Բեկի եւ շահի պայմանագիրն է, որով Դավիթ շահը ընդունեց Դավիթ Բեկի իշխանությունը։ Այս է, մնացածը սուտ բաներ են, որ գրում եք նամակների վրա են հիմնված։ Նամակ Ռուսաց թագավորին շատ նամակներ են գրել եւ այդ նամակների հիման վրա պատմություն են կառուցում։ Երկրորդ, մենք մեր մեծագույն դեմքերին, մեր սրբություններին, օրինակ Խաչատուր Աբովյան, մենք վարկաբեկում ենք սխալ տեղեկություններ տալով նրա մասին, որ նա իբր թե ջատագովել է Ռուսաստանի, ուրեմն Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Եվ հիմնվում եք ինչի վրա, պատկերացնում եք ինչի վրա եք հիմնվում։ Հիմնվում եք դրա վեպի վրա, այդ վեպը կոչվում է Վեկ Հայաստանի ողջ հայրենասերի։ Պատկերացնում եք ինչ է նշանակում։ Հայաստանի անջատումը Թուրքիայից, Իրանից միացումը Ռուսաստանին դա մեծագույն ողբերգություն է համարում նա։ Իսկ մենք հիմնում ենք նրա մի հերոսի վրա, մի հրաշք մարդ, հայ մարդ, որը ասում է օգնվի Սահադայով, խափել
աղոս, այդի բան չի ասում աղոս, աղասին ուզում է Հայաստանի ազատությունը։ Ուրեմն մենք վարկաբեկում ենք այս վերջերս էլ մի էլի նորից հաղորդում եղավ, վարկաբեկում ենք մեր մեծագույն դեմքերին և նրան սպանեցին ռուսները, ասեցին, որ գնացել է իբրտեք կորել է։ Երկրորդ, կապ ունի, որովհետև մինչև մենք չիմանանք ճշմարտությունը, մենք չենք կարող առաջ շարժվել, մեր բոլոր հարցերը գնալու են դեպի ձախ։ 1895 թվականի Համիդյան ջարդերը նորից կազմակերպել են Ռուսաստանն ու Թուրքիան և Ռուսաստանի կայսրը իր դեսպանի միջոցով հայտարարում էր և ասում էր կոտորեցեք, ձերդ մեծություն կոտորեցեք։ Սա է ճշմարտությունը։ 1903-ից 5 թիվ, երբ որ ռուսական պատմության մեջ չտեսնված հայոց պատմության մեջ մի իրադարձություն եղավ, հայոց բոլոր եկեղեցական պատկան հողերը և գանձերը բռնագրավեցին։ Եվ այդ ժամանակ հայոց կաթողիկոսներ Խրիմեն հայրիկը, ամբողջ հայ ազգը ոտքի հանեց Խրիմեն հայրիկը և 1905 թվականի օգոստոսի 1-ին Ռուսական կայսրության պատմության մեջ առաջին անգամ կայսրը ետ վերցեց իր հրամանը, այդպիսի բան չէր տեսել։ Եվ գալիս ենք հասնում ենք կամաց այս եղերնին։ Հայոց մեծ եղերնը կազմակերպել, նախատեսել և իրագործել է ռուսական կայսրությունը Թուրքիայի հետ միասին, հավասարապես։ Հայոց պատմությունը նայեք վերջին 100 տարում, երբ որ պետք է լինում Ռուսաստանին հայոց ցեղասպանության օգտագործել Թուրքիայի դեմ ինչ-որ բաներ ազդելու համար ժողովրդին հանում է ոտի։ Դուք հիշում եք, առաջին անգամ 1965 թվականին մեր ժողովուրդը ոտքի եղավ և 50-ամյակ ծոնեց։ Դրանից հետո ուրեմն մինչև հիմա մեր բոլոր պատմաբանները հազարավոր գրքեր են գրել և հիմա ուզում են գրել նորից հրատարակել թուրքերը կոտորեցին հայերին։ Այո, այդպես է եղել, բայց կոտորել են իրար հետ միասին։ Մեկ օրինակ բերեմ, որպեսզի դուք չասեք ես եմ ասում միայն։ Ռուսները 14 թվականին որ սկսեցին պատերազմը կռիվը սկսել են միշտ երկրորդ առաջին աշխարհամարտը սկսել է Ռուսաստանն ու Գերմանիան իրար հետ։ Եվ որ սկսեցին պատերազմը, նրանք հայերին ստեղծեցին կամավորական ջոկատներ, որպեսզի կռվեն թուրքերի դեմ, պատկերացնում եք։ Եվ այդ կամավորական ջոկատների դեմ ամենամեծ պայքարողը եղել է ով, մեր ազգի մեծագույն զավակներից մեկը։ Արամ Մանուկյան, Դաշնակցության հիմնադիրներից մեծ գործիչներից և Դաշնակցության հիմնադիր Ռոստովը, նաև շատ շատերը, նրանք հայտարարեցին և ժողով գումարեցին 14 թվականին երկու ժողով է եղել, այդպիսի բան չի եղել Դաշնակցության պատմության մեջ, որ մի տարում երկու ընդհանուր ժողով լինի։ Երկու ընդհանուր ժողովներն էլ որոշեցին այդպիսի բան չանել։ Որոշում կայացրեց, որ ամեն մեկը կռվում է իր պետության համար, այդպես է։ Բայց ռուսական դրածով մեկը Զավրիև էր, ինչ է դրանց գանունը, դրանց գերագույն անդամին մեր բյուրոյի անդամ, կարողացավ 14 թվականին Թիգրիսում գումարել մի ժողով, խաբեց ժողովրդին, ասեց, որ այսպիսի բաներն են ինձ ասել, այսպիսի բաներ գիտեմ և այն և որոշեցին կազմել կամավորական ջոկատներ։ Կամավորական ջոկատները կազմեցին Թուրքիայի ներսում։ Եվ ինչ պետք է աներ Թուրքիան, պետք է կոտորել, բայց ինչ պետք է աներ։ Պատկերացրեք Ռուսաստանում ստեղծեին այդպիսի բան, ինչ կանեին։ Եվ ամենամեծ բաներից մեկը 1915 թվականի ապրիլից մինչև հունիս ամիսը Արամ Մանուկյանը հնարավոր չէ այդպիսի կռիվներ արել։ 1500 հոգով 10,000 հոգով կռվելով կարողացավ վերականգնել Հայաստանի անկախությունը։ Վանի իշխանությունը, բանում ստեղծեց Արամ Մանուկյանը Հայաստանի անկախությունը։ Մեկուկես երկու ամիս գոյատևեց դա։ Ուրեմն անկախությունը վերականգնել նա, այսինքն 1.5 միլիոն հայեր, որ կոտորվել էին Թուրքիայում, դրա գինը եղավ նա, որ Արամ Մանուկյանը վերականգնեց հայոց պետականությունը 15 թվականին մայիսին։ Եվ Թուրքիան, Ռուսաստանը անմիջապես հարձակում գործեց թուրքերի միջոցով և վերացրեց ամբողջ 200,000 հայերին
ուղարկեցին Ռուսաստան եւ այստեղ։ Գալիս ենք այս պատերազմին, այս արցախական պատերազմին։ Արցախյան պատերազմը միշտ էլ Ռուսաստանը եղել է նրանց հետ։ Ռուսաստանի, սովետական Ռուսաստանի ջանքերով եւ նրա սիմվոլներով մենք կորցրեցինք Շահումյանը, Գետաշենը եւ ամեն ինչը։ 50,000-ից ավելի հայ մարդ կոտոր հանեցին այնտեղից եւ դրանք արեցին ռուսական զորքերը։ Այսինքն այժմ մեզ ասում են, որ Ռուսաստանի զորքերն այստեղ են, որպեսզի պահպանեն մեր անկախությունը։ Պատկերացնեք սոսկալի երևույթ, մինչև Հայաստանի տարածքից մենք չանենք օտար այդ զորքերը, որոնք Հայաստանը պահում են իրենց բռի մեջ, Հայաստանը որևէ փրկություն չունի։ Ուրեմն այսպես, ես առաջարկել եմ եւ ասել եմ, բազմաթիվ մարդիկ ընդունել են, ուրեմն մենք պետք է մեր բոլոր քաղաքական ուժերին հավաքենք իրար մեր կողքի եւ ասել, որ երկու բան պետք է ասենք։ Հայաստանի անկախությունը վերացել է, գիտեք այդ պայմանագրով։ Անկախությունը վերացել է 1995 թվականին, երբ որ Հայաստանի առաջին նախագահ ԼՏՊ-ն 25 տարով ռուսական զորքերը բերեց Հայաստանում։ Դա այդտեղից սկսեց Հայաստանի անկախության վերացումը։ Իսկ այս նախագահը այդ տարին դարձեց 49 տարի, պատկերացնում եք, 49 տարի պետք է ռուսական զորքերը մնան Հայաստան։ Ուրեմն մենք մինչև չդնենք գործերի հիմքերի հիմքում Հայաստանի անկախության վերականգնումը եւ այդ վերականգնման համար մինչև չկարողանանք պատասխանատվության ենթարկել Հայաստանի անկախությունը վերացրած Հայաստանի բոլոր երեք նախագահներին, այս ազգը չի մնալու ապագա։ Այս ազգը 1988 թվականին ոտքի եղավ ամբողջ աշխարհով բարձրացած մեր հեղինակությունը։ Մենք վերացրեցինք բոլշևիկյան կայսրությունը, մեր ազատամարտով վերացրեցինք։ Իսկ հիմա եթե մենք դատի չտանք մեր անկախությունը վերացրած մեր նախագահներին բոլորին, Հայաստանը որևէ չի կարող իր վերականգնել իր պատիվն ու արժանիքը։ Ուրեմն մենք սա ենք ասում, մենք առաջարկում ենք, ես առաջարկում եմ, որպեսզի մենք հավաքվենք եւ ասենք, ով Հայաստանի անկախությունը վերացել է, ով ինչ ճանապարհ է գտնում այդ անկախությունը վերականգնելու համար, հավաքվենք եւ տեսնենք ինչ ենք անում։ Շնորհակալ եմ։